Այսօր ուզում եմ խոսել վերջին տարիներին այդքան աղմուկ բարձրացրած դեղամիջոցների մասին, մասնավորապես Օզեմպիկի եւ Մոնջարոյի մասին։ Շատերն այն ընդունում են որպես հրաշք դեղամիջոց նիհարելու համար, սակայն դա սխալ է։ Օզեմպիկը ստեղծվել է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար եւ այն օգնում է կարգավորել շաքարի մակարդակը։ Մեկ այլ հատկություն է նաեւ դեղամիջոցի, որը որ ախորժակի վրա է ազդեցություն ունենում բացասական, այսինքն հիվանդները ցանկություն չեն ունենում ուտելու, պակասում է, նվազում է ախորժակը։ Այդ հիվանդները քիչ են ուտում եւ դրանով բնականաբար փորձում են նիհարել։ Բայց շատ կարևոր է խոսել այն բաների մասին, այն փաստերի մասին, որ դա պետք է ընդունվի նախ առաջինը անպայման բժշկի հսկողության տակ, որտեղ այն բացառապես չի կարելի ընդունել հիվանդները, որոնք ունեն ենթաստամոքսային գեղձի հետ խնդիրներ։ Եվ հնարավոր է, որ դեղամիջոցի ընդունելուց հետո հիվանդների մոտ զարգանան բարդություններ։ Եվ չպետք է մոռանանք, որ ցանկացած դեղամիջոց ունի իր կողմնակի ազդեցությունները։ Եվ իհարկե Օզեմպիկը նույնպես բացառություն չէ։ Այդ իսկ պատճառով այն պետք է ընդունվի միայն բժշկի հսկողության տակ, որպեսզի բացառենք կողմնակի ազդեցությունները։ Չպետք է մոռանալ, որ դեղորայքի ընդունումը, այսինքն Օզեմպիկի կամ Մոնջարոյի ընդունումը, առաջացնում է սրտխառնոց, դիսկոմֆորտ, մարսողության հետ կապված բազմակի խնդիրներ։ Կարող են առաջանալ առավել լուրջ բարդություններ, ինչպիսին են պանկրեատիտը, պանկրեոնեկրոզը։ Պետք է անպայման հիշել, որ այս դեղամիջոցը չի կարող օգտագործել հղի կանայք, հիվանդներ, որոնք ունեն վահանաձև գեղձի խնդիրներ, եւ այն հիվանդները, որոնք ունեն ուռուցքային խնդիրներ։ Իմ խնդրանքն ու հորդորը մեկն է, որ նիհարելը չի սկսվում դեղորայքից։ Նախ պետք է հասկանալ ճարպակալման պատճառները, այնուհետև հետևել սննդակարգին, առողջ ապրելակերպին եւ բնականաբար սպորտին։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել եւ խորհուրդ տալ. դեղորայքը օգտագործել անպայման բժշկի հսկողության տակ։